Բլոգեր Թութութու Լավան ինստագրամյան իր էջում հրապարակել էր նոր հոլովակ, ցույց տալով, թե այս ընթացքում ինչ վիճակում է գտնվում իրենց տունը։ Բանն այն է, որ բլոգերը գտնվում է վերանորոգման մեջ ու այդ կադրերով կիսվել էր հետևորդների հետ։ Ցույց եմ տալի, թե ինչ դժոխքում ենք մենք ապրում։ Կուխնյայի աշխատանքներն ենք անում։ Ոչ ունենք ջուր, ոչ ունենք լողանալու ձև։ Խնդրում եմ, մեզ շատ շտապ տուն է պետք 1 ամսով, մաքսիմալ 1 ամսով, էլի կարող է 20 օր լինի կամ 1 ամիս մաքսիմալով։ Լիլոն ասում է չեմ կարենաս չկարենաս։ Օգնեք մի հատ տուն գտնենք, եթե հյուսիսն կենտրոնոտ էլի, մնանք մի ամիս, որ մինչև մեր տունը հանձնենք, ռեմոնտի մեջ ենք, շատ վատ վիճակ է, տունը կռիվ է, բաժանման շեմին չի, բայց նայեք ուրախացեք եւ վատ կոմենտ գրողներ, նայեք եւ ուրախացեք։ Թու լավա, թու լա, էս չի ձեր թու լավան, էս չի, լվիճակը տան, էս չի, Ես Նյու Յորքի տոբրակը ուր գնում եմ, ընկնում աչքիս, ատում եմ այս տոբրակը, այս տոբրակից զզվում եմ, իհարկե հանգարց չընդունեք, որ սա հակագովազդ է կամ ինչ-որ մի ուղղակի ավտոյիս մեջ տենում եմ, տան մեջ տենում եմ, ուր գնում եմ տենում եմ, արա դու խրգած չես, Նյու Յորքի դեմ բան չունեմ, ուղղակի տոբրակը չի դուր գալի, ուր գնասի դեմս է լավ, մեկ եք խնդրեմ Նյու Յորքեր, որ շորեր են արտադրում, այդ սատանայական գանգեր, մանգերը քիչ արտադրեն, աշկս ընկավ տեսա, օրինակ ես ինչքան շոր ունեցել եմ տես, հանետ հապել եմ, ժամանակին, լավ ոնց է Նյու Յորքին շատ գովազդան ենք, սեծ վիճակա էլի աղբեր, տեսեք, ուրախացեք, տեսակ, ուրախացակ, տեսակ, դեք սկսեք խլնգել 2024-ի դեկտեմբերի 19-ին արձանագրվել է ապօրինի գործունեություն իրականացնելու փաստ։ Կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ։ 24 թվականի դեկտեմբերի 18-ին քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի հիմքով էլ 25 թվականի հունվարի 8-ին Պեկ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է վարչական վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում։ Արկային դաշտը վերջը Թութութու Լավային էլ եկավ, խոշոր բիզնեսատերերին 109 միլիոն դրամի վարչական տուգանքի չափով։ Ասենք, որ ասենց գումարներ եք ուղարկում, մտածում եք, օրինակ մարդ կարա բացին տեղում ինֆարկտ ստանա, ոնց է, ով է պատասխանատու։ Գիտեմ, որ ձեր աշխատավարձը 200-ից 300,000 դրամ է, դուք հաճույք եք ստանում մարդուն, ով որ մեծ եկամուտ է ստանում նվաստացնել, բայց իմ դեպքում դա չպետք է լինի։ Ես ոչ բիզնեսներ ունեմ, խոշոր բիզնեսատերերին եք 100-150 միլիոն դրամ տուգանում։ Եկել եք ինձ, որ ոչ բիզնես ունեմ, ոչ արկ ու վաճառքի հետ եմ, գովազդային ծառայություն եմ անում, Instagram, TikTok-ով, որը սկի Հայաստանին էլ չի պատկանում, որ երկիրը ուզեմ կարամ այդ գովազդային ծառայությունը անեմ, հասկացել ենք մի բան, օրենքի երկիր ենք դարձել, մենք էլ օրենքի մեջ ենք, այն օրվանից, երբ որ ականջներիս հասել է, որ գովազդային ծառայությունը Instagram, TikTok-ով արդեն պետք է հարկային դաշտ մտնի, մենք էլ թունել ենք այդ ամեն ինչը, բայց երբ որ 2-ից 3 տարի ցելով հետևեք, Ինչ չեմ համարում, 2 տարին շատ մեծ է 3 տարին, կարայք ընդամենը 2 ամիս հետևեք օրինակի համար, ու ասեք տղա ջան, էլ մի հատ սթափվի, ոչ թե օրենք էիք հանում, այսուհետ բլոգերները մյուս տարվանից պետք է մտնեն հարկային դաշտ, բայց թու լավային, չգիտես խի, 2 տարի ցելով հետևել եք, թե տեսակ նարկոտիկի գործ չեմ անում, փողերի լվացում չեմ անում, իմ հալալ քրտինքով, Այն քրտինքով, որ ես օրեր չեմ քնել, տարիներ չեմ քնել, թուքումուր կերել եմ ամեն տեղից, ու այսօր աստու շնորհիվ բարձրացել եմ վեր, այդ փողերն էր ձեր աշկին երևում,
Հասկացանք օրենքի երկիրա, մենք էլ մտել ենք օրենքի մեջ։ Հետինով հաշվարկ եք անում, երբ որ տենց մի բան չէ, ով է տեսել TikTok, Instagram-ի համար, հասկանում եմ, ցավում է, երբ որ դաստով փողերը տենում եք, բայց այդ ծախսերը դուք քիչ եք տենում։ Ամեն ինչը ձեր աշկին երևում է լավ, այդ որ ավտոներ եմ նվեր տալիս։ Խիետի չեք հաշվում, մենակ ունեցվածքն եք դրեք գումարում, ես չեմ էդի հասկանում։ Ինչ անենք, թողենք գնանք այս երկրից։ Մեկ է վիդեոներ ենք իմանում, որ արդեն բլոգերներին էլ են հարկ մտցնում, այդ վիդեոներից հետո գնացել ենք, ածի ենք բարձել, այն դաժե հիմա որ ասեմ, այսի օրենքին դեմ բան եմ արել, բարտեր աշխատել եմ, հանել եմ ՀԴՄ եմ, տպե ասել եմ ոչինչ պետությանս կգնա այս փողը, այդ ապրանքի չափով։ Երբ որ շուխուրը ընկել է, իմացել եմ, գնացել եմ։ Դուք ինչ 109 միլիոն դրամ հագցնում եք, ուզում եք հագցնել, թե ինչ եք ուզում, թշնամին դառնա պետությանը։ Ես թշնամի չեմ ուզում ոչ մեկի հետ դառնամ։ Ամեն ամիս տեսեք ինչքան հարկ եմ վճարում, խեք նեղացնում ինձ։ Այն մարդը, որ իր կյանքը պիղծ կյանքը թողել է ճիշտ ընտանիքով օրինակ է ծառայում, ու ցույց է տալի, որ 0-ից ծնված մարդը կարա բարձրանա իր հալալ քրտինքով, ոչ քո տված, ոչ մյուսների Աստծուց տված շնորհով, բժշկումով։ Ես մարդկանց փորձում եմ օգնեմ, այդ որ դուրս եմ տալի, նվերներ եմ տալի, դրան խիչ եք գրես, որ ուղարկել ես 109 միլիոն։ Խիչ ես գրե կողքը, օրինակ ավտոյա տվել, մինուս այսքան, մինուս, թե կասես մինուսներով եմ տվել։ Վիրավորված եմ։ Որ 2 տարի հետևել ես, ես հասկանում եմ, փող եմ աշխատել, բայց ես ոչ խանութներ եմ բացել, առևտուր եմ արել, իմ հալալ քրտինքս, որ գիշերները գնացել եմ ցերեկներով, վիդեոներ եմ արել, թուքումուր եմ կերել, կոմենտները կուլ եմ տվել այսօրվա դուրությամբ, որ բերեք ինձ 109 միլիոն, elə վարձով եմ ապրում, 109 միլիոն ունենեք, եթե տուն կառնեի, սաղորը չէի դնի, ասեի, Աստված ջան, հավատում եմ։ Չեմ ասում փող չեմ աշխատել, լավ էլ աշխատել եմ, բայց 109 միլիոն, ինչ է կատարվում, չեմ հասկանում։ Սես կոստյումով հանցագործներ է, կա ինչ-որ բլոգեր կամ շոու բիզնեսի մի մարդ, որ իմ չափ հարկ վճարի։ Այդ հետ մենք նստենք համեմատենք, խեք ամենախոշոր հարկատուին, որը ես ինքս համարում եմ խոշոր հարկատու։ Այդ հետ նստենք համեմատենք, դուք ինձ նեղացնում եք։ Ինչ եք ուզում։ Ուզում եք էլ ինչ, այս 109 միլիոնը տենանք վախից, պապիրոս դնենք, ընգնենք բլուշկեքի մեջ, դեղի հագնենք, հա, այս սովորական մարդը, որ Աստծուց հեռու է, լուրջ եմ ասում, ինքն ինֆարկտ ստանա, ամենավայր կարող է գնել կախի, 109 միլիոն, 250,000 դոլար անում այսօրվա կուրսով։ Չեմ հասկանում, ի՞նչ է ձեր ուզածը։ Այս հարցը մենակ Աստված կարա լուծի, անկեղծ եմ ասում։ Ու Աստծուց ես իմ հույսը չեմ կտրում։ Ու այսի եւս մեկ ապացույց կլինի, կտեսնեք, որ Աստված ամենակարողն է։ Ով ուզում է լինի, այս հարցը ես ոչ մեկին ոչ կդիմեմ։ Տուն ասելով մնացի։ Չեք թողում իդ կանխավճար տամ հիպոթեկով տուն առնեմ։ Չեք թողում, այստեղ է սա։ Տեսակ, քանի տարի սև ցուցակ է, գնացի սև ցուցակից դուրս եկա, ասի ածերով մաքուր ապրեմ, եկակ հայավարի, որտեղ հայեր ես, ես կգան կհակցնեն, ուրիշ բան, տխուր եմ, նեղացած եմ, չնայած նեղանալու իրավունք է չունեմ, Աստծու մարդը պտի չնեղանա, ուղղակի հիմա ջղայնացած եմ, սենց բան եմ ասում, Աստված ձեր հետ, կապրենք, կտեսնենք, ով վերջում ինչ է լինելու, Տեր Հիսուս, ամենակարող Աստված, դիմում եմ քեզ այս հարցով, խնդրում եմ այս հարցս կատարյալ լուծես Տեր ջան, բացի քեզանից ոչ մեկ եւ ոչինչ չի կարա։ Տեր հակառակորդը տենում է, որ ես քեզ բարձրացնում եմ ու ինձանով լիքը մարդիկ կարան գնան փրկության։ Ինքը ինձ ամեն ձև փորձում անենք ցանի, որ ես սոց հարթակներից դուրս գամ, նեղանամ ու չերևամ։ Հակառակորդ սատանա, դու պարտված ես։ Դու պարտված ես 6000 տարի։ Դու կարաս մենակ ուզենաս փողով ինձ տխրեցնես, բայց փողը զիբիլա, այսինքն զիբիլա, բայց սրա հետ չեմ համաձայնվի, որովհետև դա ճիշտ չի։ Երբ որ մարդը ապրում է ճիշտ ու չունի բիզնեսներ, այն մեծ բիզնեսատերերին ես խոշոր, չեմ ուզում անուն տամ, 100 միլիոնս քիչ ես տալիս։ Եկել ես մի մարդ, որ գովազդովազ զբաղվում, քրտնաջան 109, թեկուզ սա իրական չի, ենթադրություն է։ Այս 109 միլիոնը մարդ տենա, ինֆարկտ ստանա,
Անելուց մի քիչ գիշերները խիղճ բարձ դնելուց ջոգեկուր եք։ Ես ձեզ օրհնում եմ ու ձեզ Հիսուսի անունով խնդրում եմ, մի քիչ խիղճ ունեցեք։ Դուք գիտեք, այսպես բաները ում կարա գնա, փողերը լվանում կամ ինչ որ մաքուր վարձով ապրող մարդ եմ, որը Աստծո փառքն եմ տարածում ու Աստծո համար եմ ապրում ու իմ ընտանիքս կատարյալ որ մաքուր լինի։ Ու այսօր եկել եք տես մարդ ուզում եք նեղացնել։ Էլ բան չեմ ասում, որ հանգարց մեղք չգործեմ։ Ես կյանքում հարկերից չեմ խուսափել։ Ես ուղղակի չեմ իմացել, որ տենց կարա լինի, երբ որ TikTok, Instagram-ով դու փող ես աշխատում, պետք է պետությանը հարկ վճարես։ Ես երբ որ իմացել եմ վիդեոների տեսքով, շուխուր էին գցել, որ արդեն այսուհետ պետք է բլոգերներն վճարեն հարկեր, ես այդ դեպքերից հետո անմիջապես գնացել եմ մտել եմ հարկային դաշտ։ Էդի ինչի որ օրինակ դիտավորյալ ցելով գնաս ուզենաս պետությանը վնասես ու հարկեր թաքցնես, ես հարկեր թաքցնող չեմ, ես Աստվածաշնչով փորձում եմ մաքսիմալ ճիշտ ապրել։ Երբ որ Աստծունն է, պետք է կայսրին լինել։ Աղոթք եմ արել շատ դեպքերում, ասեմ Տեր ջան, ես ինչ ճիշտ չեմ համարում, էլի։ Ես իմ Աստծունը տալիս եմ, իմ բաժինը, բայց պետությանը չեմ տալի։ Խնդրում եմ ինչ որ ձև հայտնի, հեռուստացույցով, սոցցանցերով, զանգով, ասել են տղա ջան, դու պետք է հարկային, անմիջապես գնացել եմ, չեմ իմացել։ Ուղղակի ես համաձայն չեմ, եթե օրենք եմ խախտել, 2 տարի հետևեք, լավ սենց չաղացնեք, գաք մարդուն դմփեք։ Արդեն երկար ժամանակ է ես աշխատում եմ հարկային դաշտով։ Հիմա ինչ գնանք կախվենք, որ չենք իմացել։ Ասում եմ 2 կոպեկ փող եմ ունեցել, հավաքած, որ ասենք մե տան կանխավճար անեմ։ Եկակ, էտե, սեր ցուցակից հանիկ, էտե, եկակ այստեղս։ Թո Աստված օրհնի բոլորիդ, ու այս ցավը ոչ մեկը չտենա, ու ցավ եմ ապրում, որ երբ որ փորձում եմ ամեն ինչ անեմ մաքսիմալ ճիշտ եւ մաքուր, միշտ ինչ որ մի ձև գալիս է, բայց հույսս Տերն է, մանթո չեմ ընկնում, ելի եմ ասում բառերից մեջ եթե կան ինչ որ բառեր վիրավորական են, ներողություն եմ հայցում, Աստված ինձ հետ գնում ենք առաջ, Հիսուս Քրիստոսով օրհնում եմ համ այս նամակ ուղարկողին, համ այն հետևողներին, համ այն մարդկանց, ովքերին վատն են ուզում, ու այսպես հենց հիմա այս վիդեոն տեսնում են, ուրախանում են, ասում են ջան, թու լավային հագցրին, ոչ սիրելիներս, թու լավային ոչ մեկ չի կարող հագցնի, որովհետև ամենակարող Հիսուս Քրիստոսը իմ պապան է, ուղղակի էլի ներողություն բառերից համար ես հագցնել, ուղղակի այս պարագայում ուրիշ բառ չեմ կարող արտահայտել, ներողություն եմ խնդրում, սիրում եմ ձեզ Աստծո սիրով։